Իրավապաշտպաններն ու ընդդիմադիրները քաղաքական հաշվեհարդար են որակում Գևորգ Սաֆարյանի ազատազրկումը։ Ժաննա Ալեքսանյանը կռահում է, ինչու գլխավոր դատախազը մերժեց ընդդիմադիր ակտիվիստի միջնորդությունն իրեն ազատ արձակել, հաշվի չառնելով անգամ Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության պահանջը։ Բայց այն դեպքն է, որտեղ Գևորգ Կոստանյանը ոչինչ չի կարող որոշել, նույնիսկ միջազգային կազմակերպության հեղինակավոր այդ հայտարարության դեպքում քաղբանտարկյանների բոլոր դեպքերը, ինչպես գիտեք, որոշվում է Բաղրամյան 26-ում եւ Սերժ Սարգսյանի իմացությամբ, Գևորգ Սաֆարյանի բողոքը մերժեց նաև վերաքննիչ դատարանը։ Փաստաբանն այժմ պատրաստվում է միջնորդություն ներկայացնել խափանման միջոցը գրավի դիմաց փոխելու համար։ Պատգամավոր Զարուհի Փոստանջյանը վստահ է, Գևորգն իշխանությունների թիրախում է։ Կալանավորումը ապօրինի է եւ հետագայում նրան արդեն ճնշումների ենթարկելը բանտախցում եւ այդ աննախադեպ բանտախցերի փոփոխությունը վկայում են այդ մասին, որ իհարկե առկա է նրա թիրախավորումը։ Ալեքսանյանն ու Փոստանջյանը հիշեցնում են, մեկ անգամ չէ, որ եվրոպական կառույցները քննադատում են Հայաստանի իշխանություններին միայն ոստիկանական ցուցմունքների հիման վրա կայացված վճիռների համար։ Գևորգը առաջինը չէ, որպես քաղաքական հայացքների համար գտնվող բանտախցում։ Լկտի եւ անամոթ պահվածք ոստիկանության եւ ընդհանրապես ով սարքում է այս գործը։ Իրավապահներն իրենց գործն են անում, հակադարձում է իշխող հանրապետականը։ Խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, բացառելով քաղաքական միջամտությունը, հորդորում է քննության ավարտին սպասել։ Ինձ համար որպես հայ մարդու կցանկանայի, որ ինչքան արագ եւ ինչքան շուտ պարզաբանվի այդ ամեն ինչը եւ կողմնորոշում լինի, դա ցանկալի կլինի ընդհանուր առմամբ, բայց քաղաքական ճնշումներ նման երևույթների տերմինոլոգիային համաձայն չեմ։ Գևորգ Սաֆարյանն իր կալանավորման հարցը մտադիր է նաև եվրոպական դատարան հասցնել։